Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 4 տարի ասելով դուք հաշվում եք 2024 թվականի սեպտեմբերից։ Գործողությունների ծրագիրը երբ կունենանք, այսինքն այս տարվա հունիսից։ Այսինքն երբ որ դուք ասացիք մինչև 2027 թվականի կեսերը մենք ունենանք արդեն համակարգը լիովին ներդրված եւ մարդիկ արդեն ունենան նետանձնագրերը, մենք հաշվենք 2027 թվականի կեսը արդեն լիբերալիզացիան 2029-30։ Տեսեք, կենսաչափական համակարգի ներդրումը մեզ ներկայացվելիք պահանջների մի կարևոր բաղադրիչն է, բայց ոչ միակը։ Դրանով միայն պայմանավորել վիզաների ազատականացումը բնականաբար հնարավոր չէ։ Այսինքն մյուս բոլոր թիրախներն էլ եթե նկատի ունենանք, ես հիմա չեմ ցանկանա, որ ուղղակի ուղղորդիչ ժամանակահատված հնչեցրեցի համադրելի պետությունների փորձով, բայց ուրեմն սա որպես հիմք ընդունել եւ վերլուծություն անել վաղ է, առնվազն պետք է ունենանք գործողությունների ծրագիրը, տեսնենք ինչ է այնտեղ գրված, ինչ է մեզնից պահանջվում, ինչ իրավիճակ ունենք մենք, մեկ ուրիշ օրինակ թիրախել այնտեղ լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ապաստան հայցողների թիվը, պահել որոշակի սահմաններում, ապաստան հայցող նկատի ունեմ Եվրոպական միության անդամ պետություններում։ Եվ մենք օրինակ վերջին 2 տարիներին 23 թվականին 5000-ը գերազանցող ցուցանիշ ենք ունեցել, 2024-ին 6000-ը գերազանցող ցուցանիշ ենք ունեցել։ Հիմա գուցե, ես չգիտեմ թվային արտահայտություն տակ ունենա թե ոչ, մեզ պահանջ առաջադրվի այդ թիվը հասցնել, չգիտեմ, տարեկան 2000-ի։ Հիմա մենք պետք է մարդկանց միգրացիոն վարքագիծ փոխենք, ընկալում փոխենք, իրավագիտակցություն փոխենք։ Երբ կունենանք, իսկ թվերը, այսինքն չեն խափում երբեք, մենք երբ կունենանք մի իրավիճակ, երբ որ արտագաղթի հիմնական լուծումը մեր միջին վիճակագրական քաղաքացին չի տեսնում Եվրոպական պետությունում ապաստան հայցելու, այն է թե ժողովրդի լեզվով ասած հանձնվելու մեջ, դա իհարկե նաև ձեր աշխատանքն է, նկատի ունեմ այստեղ առանց զանգվածային լրատվության միջոցների եւ այսպես ազդեցիկ խոսք ունեցող սուբյեկտների, օբյեկտների դերակատարման հնարավոր չէ պատկերացնել։ Դրա համար մի քիչ հարաբերական են հիմա ժամկետները, որ հնչեցնում ենք։ Քաղաքացին ուներ ընտրություն ստանել 1000 դրամով սովորական անձնագիր կամ 25000 դրամով բիոմետրիկ անձնագիր, ևս պահպանվելու է։ Ոչ, ընտրությունը բնականաբար չի պահպանվելու, երբ որ մենք ունենանք արդեն կենսաչափական համակարգ ներդրված, բոլոր ոչ կենսաչափական 1000 դրամանոց անձնագրերը, որ վավեր են, կշարունակեն վավեր լինել մինչև իրենց ժամկետների ավարտը, հիշեցնեմ, որ դրանք 10 տարի վավերականության ժամկետով են տրամադրվում, այսինքն այսօր մինչև տարեվերջ տրամադրվող անձնագրերը դեռ 10 տարի ժամկետի մեջ են լինելու, բայց բոլոր նրանք, ովքեր նոր կգնան վերցնելու անձահաստատող փաստաթուղթ, արդեն ստիպված կլինեն վերցնել կենսաչափական անձնագիր։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե իրոք բեզվիզ, այսպես ասած, ժողովրդի ասած մտնի Շենգեն գոտի մուտքը գործելու համար, Հայաստանի քաղաքացին պարտադիր պիտի ունենա բիոմետրիկ անձնագիր։ Այո, ճիշտ եք հասկանում։ Եվ վերջերս հետեւյալը, այդ որ դուք 23 դրասենյակ, դա այսպես ասած ժողովրդի պասպորտ սեղաններն են լինելու, թե եւ պասպորտ սեղանները եւ եւս 23։ Ես կուզեի, որ մենք կոտրեինք այս կարծրատիպերը, եթե նկատի ունեք անձնագրային գործարք կատարող գրասենյակ, ապա այո, դրանք 23-ն են լինելու եւ դրանք լինելու են մասնավորի գրասենյակները, բայց միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը նաեւ պահպանելու է իր ցանցը որոշակի տրամաբանությամբ, հիմա 47-ն են, դրանց թիվը կկրճատվի նվազագույնը 2 անգամ, գուցե ավելին, եւ դրանք արդեն կունենան ծառայության մասնաճյուղի տրամաբանություն, այսինքն անձնագրային գործարքները այլևս կատարվելու են մասնավորի կողմից, բայց ինչպես նշեցի, հաշվառման, առաջին անձնագրավորման պարագայում, օտարերկրացիներին ծառայությունների մատուցման, ապաստանի գործառույթ մենք ունենք, քաղաքացիության գործառույթ ունենք, այս մնացած գործառույթներով կշարունակեն գործել։ Ոչ թե կշարունակեն, այլ մենք նոր գործառույթներ ենք վերագրելու նաեւ, որպես հիմա միայն անձնագրային գործարքներ են ծառայություն են մատուցում, ապագայում նաեւ մեր լիազորությունների տիրույթում այլ ֆունկցիաներ կունենան։